Ինչու են լավ ու բարի մարդկանց ավելի հաճախ լքում կամ դավաճանում, որովհետև նրանք խախտում են փոխհարաբերությունների միջև դու ինձ ես քեզ բալանսը։ Եթե բարի գործ ես անում մարդու համար կամ քո խորհուրդներով օգնում ես նրան, անում ես ավելին, քան նա վերադարձնում է, ապա իր ենթագիտակցության մեջ ավտոմատ խախտվում է քո հանդեպ վերաբերմունքը։ Սկզբում քո հանդեպ պակասում է հարգանքը, իսկ ավելի ուշ թերագնահատում է քեզ, բայց ոչ թե նրա համար, որ նա վատ մարդ է, այլ պարզապես իրեն զգում է կարևոր ու հատուկ մեկը, ում համար դիմացինը պատրաստ է առանց որևէ հետադարձ սպասումի ներդնել իր ամենաթանկը, ժամանակն ու այլ արժեքներ ևս։ Չէ՞ որ մենք պատրաստ ենք ամեն հարցում օգնել իրեն, անտեսելով մեր սեփական եսը։ Սա անպատասխան լինելու դեպքում դիմացինի կողմից ընկալվում է որպես սողալ, քծնվել։ Իսկ քծնողներին ինչ են անում? Արհամարում են եւ լքում։ Այո, մենք երբեմն մեր օգտակար գործերով ու հոգատար խորհուրդներով մտնում ենք ուրիշի կյանք, խախտելով փոխհարաբերության բալանսն ու դրա համար էլ բարի եւ լավ մարդկանց միշտ լքում են եւ դավաճանում։ Բալանսը պետք է պահել ամեն ինչում՝ սիրո մեջ, ընկերության, ֆինանսների մեջ, ընտանիքում, աշխատավայրում, բիզնեսում եւ ամենուր։ Մի արգելեք մարդկանց գոհանալ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել եւ պատվեն ձեզ ձեր արածի դիմաց շնորհակալական որևէ խոսքով։